սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանքի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-ի անալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա кա, կանխատեսումներ, մանրախոսություններ, цիսակարգեր, որոնք որ ես ձեզ սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю к себе в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Я делаю чистку, ставлю защиту для каждого человека отдельно. Составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կերակի մտնում եմ ուր եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, դուք կարող եք գրել ձեր անունը, գրել ձեր տարիքը, գրել ձեր հարցի ոլորտը, անձնական, ֆինանսական, առողջական, կարող եք նաև տալ հարցեր ձեր վրա նեգատիվ, թուղթուգիր, անեծք, կա թե ոչ, ես նման հարցերին նույնպես պատասխանում եմ։ Եթե ես տեսնեմ, որ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, եւ այդ խնդիրները, պրոբլեմները որևէ նեգատիվի պատճառով է, ես դա նույնպես սիրելիներս կբարձրաձայնեմ։ Мои дорогие подписчики, я знаю, что много моих подписчиков, они разговаривают, понимают только русский язык. Вы тоже можете, дорогие мои, давать свои вопросы на русском. Я с вашим удовольствием и на ваши вопросы тоже отвечу. Надо писать ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Финансы, личные отношения, наличие негатива, здоровье. Я с вашим удовольствием и на ваши вопросы на русском обязательно отвечу. Այսքանը սիրելիներս, սկսեք մեր եթերը, դուք էլ եղեք ակտիվ ձեր նվերներով, ձեր լայքերով, նման ձևով մեր մեջ էներգիայի փոխակերպում կլինի, իմ տված էներգիայի դիմաց դուք էլ ձեր էներգիան կփոխանցեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սվետա 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Կա խնդիրներ սիրելի Սվետա ձեր անձնական ոլորտում, ոնց որ անձնականը քնած լինի, բայց իմացեք, որ այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, նեղությունը, դժվարությունը թողնում եք անցյալում, սիրելի Սվետա, ձեր դեմ հասում է հաջողության ճանապարհը։ Երազանք նպատակ ունեք հենց ձեր անձնականի հետ կապված, սիրելի Սվետա, ձեր անձնականի նկատմամբ եղած երազանքը դա կատարվելու է։ Շնորհակալ եմ նվերների համար։ Քրիստինե 31 տարեկան անձնական։ Քրիստինե 31 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Քրիստինե։
կա խնդիրներ, որ դուք չեք կարողանում այդ խնդիրներից դուրս գալ։ Գիտեք, ինձ սիրելի Քրիստինե, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված, նեղությունը, դժվարությունը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ, հաջողության ժամանակահատված։ Ամարիետա գոր, կպարիշեք թե ոչ։ Ամարիետա գոր։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մարիետայի և գորի համար։ Մարիետա գոր։ Կա խնդիրներ, սիրելի Մարիետա։ Այո, կլինի հաշտություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, կլինի հաշտություն։ Աննա Հարութ, բալիկ կունենաք 2026 թվականին։ Աննա Հարութ, բալիկ կունենաք 2026 թվականին։ Այո, սիրելի Աննա, սիրելի Հարութ, բալիկ կունենաք, ձեզանից էլ աշկալ ուսանք են սպասում, դուք բալիկ կունենաք։ Մայրամ, 29 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ, 29 տարեկան, անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք բացառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մայրամ, որպեսզի լինի անձնական եւ անձնական դե փակված եւ ֆինանսական դե փակված կլինեն եւ առողջական խնդիրներ։ Անպայման դիմեք էքստրասենսի, անպայման սիրելի Մայրամ, ձեր բազատվեք այս նեգատիվից, որովհետև ձեր կյանքի մեջ կմտնի խնդիրներ, ձեր կյանքի մեջ կմտնի քաոս։ Ալեքսան 31 տարեկան անձնական։ Ալեքսան 31 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Ալեքսանի համար։ Ալեքսան 31 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ալեքսան։ Կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, սիրելի Ալեքսան, դուք անպայման կամուսնանաք, ձեզի ցույց է տալիս անձնական երջանկություն, սիրելի Ալեքսան։ Շնորհակալ եմ, Թակուի 49 տարեկան ֆինանսական, Թակուի 49 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Թակուու համար, սիրելի Թակուից, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաղթանակներ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, սիրելի Թակուի։ Շուշա 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Շուշանի համար, Շուշան 20 տարեկան,
Սիրելի Շուշան, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական երջանկություն, եւ ֆինանսական հաջողություն, եւ գործնական հաջողություն, սիրելի Շուշան, տիեզերքը ձեզ հետևում է, տիեզերքը ձեզ ուղղորդում է ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություններ, լինելու է հաղթանակներ, սկզբից ֆինանսական ոլորտում, գործնական ոլորտում, հետագայում նաև ձեր անձնական ոլորտում, բայց հաջողություններ է ցույց տալիս։ Սամվել 19 տարեկան ընդհանուր Սամվել 19 տարեկան ընդհանուր տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար Սամվել 19 տարեկան ընդհանուր Սիրելի Սամվել, տանապես ցույց է տալիս, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն եւ մասնագիտական եւ ֆինանսական, ճիշտ է, կա խնդիրներ, կա խնդիրներ, բայց իմացեք, որ այդ խնդիրները, այդ խնդիրները ժամանակավոր են։ Ձեր մոտ ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Ցույց է տալիս, որ կա խնդիրներ առայժմս ֆինանսական, մասնագիտական ոլորտում, բայց դա ժամանակավոր է, ձեր դեմ բացվում է հնարավորություններ։ Դուք ոչ թե ուրիշի ձեռքին նայող եք լինելու ձեր մեծերին, այլ ընդհակառակը, դուք այնպիսի եկամուտներ ու հնարավորություն եք ունենալու, որ դուք եք բոլորին օգնելու, հաջողություններ կլինի նաև ձեր անձնական ոլորտում։ Թինա 32 տարեկան անձնական Թինա 32 տարեկան անձնական Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների համար։ Թինա 32 տարեկան անձնական Կա խնդիրներ, սիրելի Թինա, կա խնդիրներ ձեր անձնականի, գիտեք ինչ, սիրելի Թինա, ցույց է տալիս, որ ձեր վրա կա ոչ թե թուղթուգիր, ոչ թե անեծ, կա հաճք, կա նախս, որը չի թողնում ոչ անձնական երջանկություն լինի, ոչ էլ ֆինանսական հաջողություն։ Դուք վազում եք ոչ թե առաջ, ընդհակառակը հետ եք գնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, ձեր վրա դրեք պաշտպանություն, սիրելի Թինա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն։ Ինչ ցանկանում եք, խոսում եք, որ էս է, պետք է կատարվի, չի ստացվում։ Պատճառը, որ ձեր վրա ձեզ անընդհատ աչքով են տալիս, ձեզ անընդհատ նախանձում են, իսկ նախանձ էներգիան փակում են ձեր հաջողության ճանապարհը։ Մաքրվեք, սիրելի Թինա, նաև մի հատ պաշտպանություն դրեք, որ ոչ մեկի այդ նեգատիվ աչքը ձեր վրա չաստի։ Իսկ այդ աչքը եթե չմաքրվի, քանի կնա, ինքը ավելի կվատանա, ավելի ձեր խնդիրները կշատանա։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լիլիթ 20 տարեկան, ձեր կյանքում լավ մարդ կհայտնվի, թե ոչ։ Լիլիթ 20 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Ընդհանրապես սիրելի Լիլիթ ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով չեմ տեսնում, որ լավ մարդ կհանդիպի, որպեսզի լավ մարդ հանդիպի, որպեսզի լինի անձնական երջանկություն, սիրելի Լիլիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ 100% ձեր անձնական կյանքի մեջ լավ մարդ կհայտնվի, որի ձեզ համար կլինի յուրահատուկ, որի հետ դուք կունենաք անձնական երջանկություն։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Լիլիթ, նորմալ մարդիկ չեն հանդիպի ձեր կյանքի մեջ, ոնց որ ճայիջի վրա ճանճ է նստում, ճայիջի վրա երբեք մոծակ չի նստում, մոծակ է նստում, մեղու չի նստում։ Գիտեք ինչ, սիրելի Լիլիթ, ձեր բիոէներգետիկ դաշտը
ճայջի է նման։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, եւ ձեր կյանքի մեջ կմտնեն նորմալ մարդիկ, կլինեն երջանիկ հարաբերություններ։ Արփինե 19 տարեկան անձնական Արփինե 19 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե 19 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Արփինե։ Գիտեք, ինչ սիրելի Արփինե, ձեր վրա կա տոհմական անեծք։ Ձեր անձնականը պետք է ստացվեր ու դու չհասկացար, թե ինչն է պատճառը, ամբողջովին քանդվեց։ Պատճառը սիրելի Արփինե, ձեր տոհմի վրա, ձեր հայրական ազգի վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Արփինե, եւ ձեր եւ անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Բարև ձեզ, սիրելի Սոֆիա, ձեր տարիքը գրեք, որպեսզի ես կարողանամ ձեզ նայել։ Անպայման գրում եք անունը, գրում եք ձեր տարիքը եւ հարցը։ Վերգին է 47 տարեկան։ Վերգին է 47 տարեկան, անձնական։ Վերգին է 47 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վերգինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Վերգինե։ Ձեր վրա կա թուղթուկի, սիրելի Վերգինե, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքից, այս մագիայից մաքրվեք, որպեսզի լինի անձնական։ Ձեր անձնականը անընդհատ փլուզվում է, անընդհատ քանդվում է։ Դուք էլ չեք հասկանում, թե ինչն է պատճառը, որովհետև ձեր աշկերը փակված են, որպեսզի դուք չհասկանաք, որտեղ է խնդիրը, եւ նման ձևով անտեղի ժամանակ կորցնեք եւ երջանկություն չունենաք։ Ձեր անձնականը ամբողջովին թուղթուգրի, նեգատիվի եւ մագիայի տակ է, սիրելի Վերգինե։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական հաջողություն։ Բարև ձեզ։ Սվետա 34 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սվետա 34 տարեկան, անձնական։ Սիրելի Սվետա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Սվետա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ձերբազատվում եք։ Սոֆիա 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար։ Սոֆիա 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար։ Սոֆիա 20 տարեկան։ Սիրելի Սոֆիա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազանքների նպատակները կատարվելու են, երջանկություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն, սիրելի Սոֆիա։ Ժենյա 27 տարեկան, անձնական։ Ժենյա 27 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ժենյայի համար։ Ժենյա 27 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ժենյա։
ձեր անձնականը ամբողջովին գիտեք ինչ սիրելի Ժենյա, ձեր մոտ ցույց է տալիս, որ եղել են խնդիրներ, կան խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ժենյա, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Գայանե 55 տարեկան անձնական Գայանե 55 տարեկան անձնական Կախնդիրներ սիրելի Գայանե Սիրելի Գայանե ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքի տակից, սիրելի Գայանե, որպեսզի լինի անձնական։ Այս անեծքը, այս նեգատիվը ձեր եւ անձնականն է փակում, եւ առողջականն է փակում, եւ գործնականն է փակում։ Դուք ոնց որ հազիվ շնչում եք, սիրելի Գայանե, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Լուսինե 22 տարեկան անձնական Լուսինե 22 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լուսինեի համար Լուսինե 22 տարեկան անձնական Սիրելի Լուսինե Եվ ձեր անձնական ոլորտում, եւ ֆինանսական, եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Լուսինե, լինելու է հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լուսինե, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Բարև ձեզ, շնորհակալ եմ դայքերի, շնորհակալ եմ նվերների համար։ Վարդան 46 տարեկան ֆինանսական Վարդան 46 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդանի համար Վարդան 46 տարեկան ֆինանսական Սիրելի Վարդան, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, որ կա ձեր երազանքները կատարվելու են, եթե նույնիսկ ֆինանսական խնդիրներ, պրոբլեմներ կա, սիրելի Վարդան, դուք այդ ֆինանսական խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր բազատվում եք այդ պրոբլեմներից, ձեր դեմ բացվում են ճանապարհներ, ձեր դեմ բացվում են հորիզոններ։ Սամվել 34 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար Սամվել 34 տարեկան անձնական Սիրելի Սամվել ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա խարտանք, ձեր վրա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սամվել կլինի անձնական, քանի կա այս նեգատիվը չեմ տեսնում անձնական, ամբողջովին ամեն ինչ փակված է, սիրելի Սամվել Արթուր 32 տարեկան Աբագան Արթուր 32 տարեկան Աբագան Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար Արթուր 32 տարեկան Աբագա Կա խնդիրներ սիրելի Արթուր Սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դրա պատճառով ձեր աբագան փակված է, ձեր աբագան խնդիրների, պրոբլեմների փակվելու առաջ է կանգնած։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ նոր հնարավոր է լինի աբագա։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է, չի թողնում, որ դուք առաջ գնաք, չի թողնում, որ դուք զարկանաք, չի թողնում, որ դուք ուրախանաք։
Հունան Հունան 38 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հունանի համար։ Հունան 32 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հունանի համար։ Սիրելի Հունան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա սիրային մագիա, որի պատճառով հնարավոր է եւ ձեր ֆինանսականն է փակված, 100% է փակված եւ ձեր անձնականը, որպեսզի լինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, սիրելի Հունան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի եւ անձնական, կլինի եւ գործնական։ Սիրելի Հունան, ձեր վրա թուղթուգիր կա, սիրային մագիա։ Հասո Ռոմա 2026 թվականին բալիկ կունենաք, թե ոչ։ Հասո Ռոմա։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հասմիկի եւ Ռոմայի համար։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի Հասմիկ, սիրելի Ռոմա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, հնարավոր է երեխա ունենալու հետ կապված դինի խնդիրներ, որովհետև ցույց է տալիս, որ ձեր վրա, ձեր ընտանիքի վրա թուղթուգիր կա, եւ այս թուղթուգիրը հնարավոր է նաեւ այնպես ասի, որ երեխաներ չծնվեն, երեխաները ծնվեն առողջական խնդիրներով, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, դուք երիտասարդ եք, այս թուղթուգիրից մաքրվեք եւ իհարկե կլինի երեխա, ուղղակի կլինի երջանկություն։ Իսկ այս թուղթուգիրը, այս կապը մնա ձեր վրա, եթե նույնիսկ երեխա լինի, երեխան կունենա պրոբլեմներ։ Ձեր ընտանիքի, ձեր կապի վրա ցույց տվեց թուղթուգիր, որի պատճառով պրոբլեմներ կլինեն, ձեր հատկապես եւ երեխա ունենալու եւ անձնական երջանկության վրա մեջ պրոբլեմներ կլինեն։ Բարև ձեզ, Արեգ 34 տարեկան գործնական։ Արեգ 34 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Սիրելի Արեգ, ձեր վրա է կա թուղթուգիր, ձեր վրա է կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ոչ գործնական հաջողություն կա, ոչ ֆինանսական հաջողություն կա, ոչ անձնական երջանկություն կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արեգ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված է ձեր մոտ եւ ֆինանսականը եւ անձնականը, սիրելի Արեգ։ Արմեն Արմինեն, կմիանաք թե ոչ։ Արման Արմինեն, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տեզերքը։ Արման Արմինեն, միություն կլինի թե ոչ։ Ընդհանրապես ոչ, որովհետև ցույց է տալիս, որ ձեր բաժանությունը դա թուղթուգիրի անեծքի պատճառ է, որի պատճառով այս թուղթուգիրն ու անեծքը չի եղտորնի, որպեսզի լինի միություն։ Որպեսզի լինի միություն, սիրելի Արման, սիրելի դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս թուղթուգիրն ու այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր հնարավոր է լինի միություն, քանի այս նեգատիվը կա չի լինի։ Ձեր բաժանության պատճառը նույնպես այդ նեգատիվի արդյունքն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Գևորգ Աննա, կմիանաք թե ոչ։ Գևորգ Աննա,
կմիանաք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կախնդիրներ, սիրելի Գևորգ, սիրելի Աննա, ոչ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, որի պատճառով եղել է բաժանություն, քանի կա թուղթուգիրն ու անեսքը, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հնարավոր է, որ լինի միություն, քանի այդ նեգատիվը կա, չի լինի միություն։ Բարև ձեզ, Սոֆիկ 45 տարեկան, աբագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սոֆիկ 45 տարեկան, աբագա, կա խնդիրներ, սիրելի Սոֆիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դժվարություններ կա, սիրելի Սոֆիկ, այդ խնդիրները, պրոբլեմները, դժվարությունները տոնում եք անցյալում, ապագայում ձեզ լինելու է հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Սոֆիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Լիանա 45 տարեկան, երեխա կունենաք, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար, Լիանա 45 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Լիանա, ոչ, չեմ տեսնում, որ փալիկ կունենաք, Լիանայի վրա կա նեգատիվ, որը փակում է երեխա ունենալու հնարավորությունը, համ ժամանակն է կորցնում, համ առողջական խնդիրներ, որպեսզի հնարավորություն լինի երեխա ունենալու, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Լիանա, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր հնարավոր է որ լինի, որովհետև ձեր վրա այնպիսի գործողություն է կատարված, որ ձեր ցերեկը փոխած է գիշեր, իսկ եթե մարդը գիշերվա մեջ է, մարդը երեխա չի ունեն, փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Լիանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, նորից ժամանակ մի կորցրեք, անտեղ այնքան ժամանակ եք կորցրել, որ ամբողջովին փակուղու առաջ եք կանգնել, մաքրման գործողություն կատարեք, նոր դրանից հետո հնարավոր է բալիկ ունենալ, նոր դրանից հետո, քանի այդ նեգատիվը կա չի լինի, Խաչիկ Անժելա, տղա կունենաք, թե ոչ, Խաչիկ Անժելա, տղա կունենաք, թե ոչ, տեսնեք ինչ ասում տիեզերքը, մեր սիրելի Խաչիկի Անժելայի համար, կա խնդիրներ սիրելի, ոչ, տղա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա թուղթուգիր, սիրելի Խաչիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի տղա, տղա երեխա ծնվում է այն բանի համար, որպեսզի սերունդը ազգը աճի, ձեր վրա կա կատարված գործողություն, որպեսզի ազգը չաճի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Խաչիկ, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի տղա երեխայի ծնունդ, փակված է, անպայման դիմեք էքստրասենսի, բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, բարև ձեզ, Թամարա 41 տարեկան անձնական, Թամարա 41 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար,
Թամարա 41 տարեկան անձնական Թամարա 41 տարեկան անձնական Սիրելի Թամարա ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա անես որի պատճառով ձեր անձնականը փակված է չկա անձնական դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մակրման գործողություն դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Թամարա որպեսզի լինի անձնական փակված է ձեր անձնական Բարև ձեզ, անուն է 50 տարի, 55 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի նունեի համար, անուն է 55 տարեկան գործնական, սիրելի նուն է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեց, ձեր և ֆինանսականն է փակված, և ձեր գործնականն է փակված, և ձեր անձնականն է փակված, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձերբազատվեք այս նեգատիվից, այս կախարդանքից, այս մագիայից սիրելի նուն է, նոր կլինի հաջողություն, նոր կլինի գործնական, նոր կլինի ֆինանսական հաջողություն, նոր կլինի անձնական երջանկություն, ամեն ինչ փակված է, սիրելի նուն է, դուք էլ լավ գիտեք, որ ամբողջովին փակվելու առաջ վազք կա, արդյունքը չկա, պարտքեր, մինուսներ, բանկային ֆինանսական խնդիրներ, բարև ձեզ, Մայրամ 37 տարեկան անձնական, Մայրամ 37 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար, սիրելի Մայրամ, ձեր վրա կա տոհմական անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, չկա անձնական, քաոս է, չկա անձնական, սիրելի Մայրամ, եթե այս նեգատիվը մնա, այդ քաոսը այդպես քաոս էլ մնալու է, իսկ եթե մաքրվեք, ձեր անձնական ոլորտներ, գործնական ոլորտում է կլինի հաջողություն, փակված է չկա ձեր անձնականը, որովհետև ձեր վրա կա տոհմական անեծք, սիրելի Մայրամ, բարև ձեզ, շնորհակալ եմ, Վարդգես 30 տարեկան անձնական, Վարդգես 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդգեսի համար, ես է ձեզանից եմ շնորհակալ, Վարդգես 30 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Վարդգես, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վարդգես, և ձեր կյանքի ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր վրա գիրք կա, սիրելի Վարդգես, որ փակվում է ձեր և անձնականը, փակվում է ձեր ֆինանսականը, ես էլ ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ,
Կայանե 41 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Կայանե 41 տարեկան անձնական։ Սիրելի Կայանե, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է ձեր երազանքների կատարում։ Ճիշտ է, խնդիրներ կա, սիրելի Կայանե, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր տեմպացնում է հաջողության, երջանկության ժամանակահատվածը։ Սյուզաննա 24 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզաննայի համար։ Սյուզաննա 24 տարեկան։ Սիրելի Սյուզաննա, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, եթե ունեք մորաքույրներ, ունեք մորեղբայրներ, ազգի մեջ կա խնդիրներ, ամուսնալուծված, երեխա ունենալու հետ կապված չվերություն, վաղաժամ մահեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը ոչ անձնական ոլորտում կլինի հաջողություն, ձեր կյանքի բոլոր ոլորտներն էլ կփակվեն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Արոք 47 տարեկան ֆինանսական։ Արոք 47 տարեկան ֆինանսական։ Սիրելի Արոք, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ձեր ֆինանսականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը ձեր վրայից մաքրեք, սիրելի Արոք, որովհետև դա քանի գնա, այնքան կվատացնի ձեր ֆինանսական ոլորտը, փակված է, ինչին ձեռ եք տալիս, քանդվում է, սիրելի Արոք, անպայման մաքրվեք եւ ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Արտյոմ 23 տարեկան անձնական։ Արտյոմ 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ անձնական։ Սիրելի Արտյոմ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արտյոմ, դուք դեռ երիտասարդ եք եւ ձեր կյանքի եւ անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, սիրելի Արտյոմ, չի լինի անձնական երջանկություն, կլինեն նաև ֆինանսական խնդիրներ, ֆինանսական պրոբլեմներ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Կայանե 43 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Կայանե 43 տարեկան անձնական։ Սիրելի Կայանե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա։
Չկա անձնական, ամեն ինչ փակված է, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի կայան է, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Սյուզաննա 24 տարեկան անձնական Սյուզաննա 24 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սյուզաննայի համար Սյուզաննա 24 տարեկան անձնական Սիրելի Սյուզաննա Սիրելի Սյուզաննա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ խնդիրներ կա, ձեր խնդիրները, խնդիրները լուծվում են։ Դուք այդ խնդիրներից, խնդիրներից դուրս եք գալիս, սիրելի Սյուզաննա, հաջողություն է ցույց տալիս։ Հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Սյուզի 28 տարեկան, դուք ձեր ամուսնու հետ կմիանաք, թե ոչ։ Սյուզի 20 Սյուզի 28 տարեկան, ձեր ամուսնու հետ կմիանաք, թե ոչ։ Սիրելի Սյուզի, ձեր բաժանության պատճառը դա նեգատիվն է, թուղթուգրի արդյունքն է, քանի գազ թուղթուգիրը չի լինի միացում, որպեսզի լինի միացում, սիրելի Սյուզի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է նաև ձեր միացումը լինի, քանի կա այս նեգատիվը, սիրելի Սյուզի, միացում չեմ տեսնում։ Հովհաննես 30 տարեկան ֆինանսական Հովհաննես 30 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար Սիրելի Հովհաննես, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում նույնպես։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ խնդիրներ կա, սիրելի Հովհաննես, դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Սիրելի Հովհաննես Բարև ձեզ, Ռաֆայել 26 տարեկան, ընտանիք եւ ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ռաֆայելի համար։ Ռաֆայել 26 տարեկան, ընտանիք եւ ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Ռաֆայել։ Կա խնդիրներ, սիրելի Ռաֆայել, ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է եւ ձեր ընտանիքի վրա, որի պատճառով եւ ֆինանսական խնդիրներ կա, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Ռաֆայել, այս նեգատիվը, այս գիրը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, ձեր ընտանիքի վրայից մաքրեք եւ անձնական երջանկություն կլինի եւ ֆինանսական հաջողություններ կլինի։ Բարև ձեզ։ Անժելա 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Անժելա 22 տարեկան անձնական Սիրելի Անժելա, ձեր անձնական ոլորտում
հաջողություն, երջանկություն, ինչ երազակներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազակները, նպատակները կատարվում են, սիրելի Անժելա։ Հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Նելի 45 տարեկան գործնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար։ Նելի 45 տարեկան գործնական։ Սիրելի Նելի, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր գործնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ ասում է հնարավորություններ, ձեր դեմ ասում է ճանապարհներ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լուսինե 54 տարեկան ֆինանսական։ Լուսինե 54 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Լուսինե։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված, նաեւ ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի ֆինանսական, փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելիս, ամեն ինչ։ Լիլիթ 29 տարեկան ֆինանսական։ Լիլիթ Լիլիթ 27 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 27 տարեկան ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, ձեր եւ ֆինանսականն է փակված, եւ անձնականն է փակված, եթե փակված է չի 100% փակվելու է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, դեռ երիտասարդ եք եւ ֆինանսական հաջողություններ կլինի եւ անձնական երջանկություն կլինի։ Լուսինե 20 տարեկան ընդհանուր։ Լուսինե 20 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 20 տարեկան ընդհանուր։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, սիրելի Լուսինե, ցույց է տալիս կվազեք եւ ոչ մի հաջողություն էլ չեք ունենա, ոչ անձնական ոլորտում, ոչ էլ ֆինանսական ոլորտում, անպայման այս նեգատիվից չազատվեք։ Սիրելի Լուսինե, եւ կլինի հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Արմինե 50 տարեկան ընդհանուր։ Արմինե 50 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 50 տարեկան ընդհանուր։
Սիրելի Արմինե, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա վախեր, բայց այդ խնդիրներն ու պրոբլեմները ժամանակավոր են, խնդիրներն ու պրոբլեմները թողնում եք անցյալում եւ ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություններ։ Ինչ որ վախեր կա, որ չի թողնում, որ դուք առաջ գնաք, սիրելի Լուսինե, բայց ցույց է տալիս, որ եկել է ժամանակը, դուք այդ վախերը կհաղթահարեք, իհարկե Աստծո կամքով կհաղթահարեք եւ դուրս կգաք, ձեր դեմ ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հնարավորություններ, ճանապարհներ են բացվում։ Ես ձեզանից եմ շնորհակալ շատ, բոլորիցդ շնորհակալ եմ։ Արտյոմ 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 33 տարեկան անձնական, սիրելի Արտյոմ, ձեր վրա կա թուղթուղիս, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արտյոմ, եւ կլինի անձնական եւ կլինի երջանկություն։ Քանի կա այս թուղթուղին ու այս նեգատիվը, սիրելի Արտյոմ, չեմ տեսնում հաջողություն, չեմ տեսնում անձնական երջանկություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Անչափահասներին չեմ նայում։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցը։ Կարեն 28 տարեկան, անձնական ֆինանսական։ Կարեն 28 տարեկան, անձնական ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 28 տարեկան, անձնական ֆինանսական։ Սիրելի Կարեն, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Կարեն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Գոր 35 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար։ Գոր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար։ Կա խնդիրներ, սիրելի Գոր, պետական դռների, իրավական դռներ, գիտեք ինչ, սիրելի Գոր, ցույց է տալիս, որ կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, բայց նաեւ ցույց է տալիս, որ այդ խնդիրները ժամանակավոր են, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանք են, որ ունեք, սիրելի Գոր, ձեր երազանքները կատարվում են, հատկապես ձեր կյանքի եւ անձնական ոլորտում է ցույց տալիս հաջողություն եւ ֆինանսական ոլորտում։ Խնդիրներ են, եթե կա պրոբլեմներ կան, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Գոր։ Նարեկ Դիանա, կբարիշեք թե ոչ։ Նարեկ Դիանա, հաշտություն կլինի թե ոչ։ Սիրելի Նարեկ, սիրելի Դիանա, ձեր բաժանության պատճառը, ձեր բաժանությունը թուղթուղիրն է,
բերե այդ բաժանության առաջ կանգնեցրել, որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, որպեսզի լինի հաշտություն, քանի կա այս նեգատիվը չի լինի։ Իսկ եթե նեգատիվից ձերբազատվեք, հնարավորությունները ավելի կշատանա։ Ձեր բաժանության հիմնական պատճառը այդ թուղթուգրի, այդ նեգատիվի արդյունքն է։ Վրեժ 29 տարեկան ֆինանսական Վրեժ 29 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի վրեժի համար Սիրելի վրեժ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր և ֆինանսականը, փակված է և ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքի տակից և ֆինանսական հաջողություն կունենաք և անձնական երջանկություն կունենաք։ Գորը 35 տարեկան դուք կմիանաք ձեր Սիրելիներս գրանցվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ես երևի արդեն դուրս կամ այսօր շատ է։ Սիրելի գործեր ընտանիքի հետ դուք կմիանաք, թե չէ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի գործեր վրա կա թուղթուգիր, ձերքը վրա կա անեծք, որի պատճառով չի լինում միություն, որի պատճառով եղել է բաժանություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձերբազատվեք այս նեգատիվից, որպեսզի լինի միություն։ Քանի այս նեգատիվը կա, չի լինի միություն։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտե նվիրում եմ։ Սիրելիներս, այժմ ցանկանում եմ դուրս գալու եթերից շաբաթ կիրակի հաջորդ կարող եք նորից մտնել, տալ ձեր հարցերին, ես ձեր հարցերին կպատասխանեմ։ Հաջորդ շաբաթ, հաջորդ կիրակի նույնպես լինելու է ու եթերներ։ Եթե ունեք բարեկամներ, եթե ունեք հարազատներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի խորհուրդը, դուք կարող եք այդ մարդկանց տեղյակ պահել, որ ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, իրենք նույնպես կարողանան գրանցվել, իրենք նույնպես կարողանան իրենց հարցերը տալ և ես էլ իմ մեծ ուրախությամբ իրենց հարցերին կպատասխանեմ։ Այսքանը սիրելիներս, այո, ես մաքրման գործողություն կատարում եմ, ես պաշտպանություն դնում եմ, ես թալիսմաններ ակտիվացնում եմ, ես աստղային քարտեզ մեկնաբանում եմ։ Այո, դուք կարող եք նաև ինձ դիմել, բայց դա կամքը ձերն է։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։